Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դրել է քաղաքացիական պայմանագիրը, որ ամեն գնով իշխանությունը վերցնի, որովհետև տեսնում ենք, որ Արտան Ղուկասյանի կուսակցության անդամներին հերթով կանչում են հակակոռուպցիոն կոմիտե կամ հարաբերս իրավապահ համակարգը նրանց հետ կոպիտ ասած երբևից է ընկել եւ ասում են, որ դուք ամեն ինչ անում եք, որպեսզի մանդատների անհավասարություն լինի եւ կարողանաք իշխանությունը վերցնել։ Ռուշան այդ դեժավյու եմ մոդս այդ նույն բանը մենք լարագրողները հարցնում էին 2024 թվականին, եթե չեմ սխալվում, Սամվել Պալասանյանի թիմի, Վարդգես Սամսոնյանի թիմի հետ կապված վերցրեցինք իշխանություն, չվերցրեցինք, չէ, եթե ասում ենք ամեն կնով վերցնել, ամեն կնովը նշանակում է վերցնել, մենք ամեն դեպքում նման գործելավոճ չունենք, ամեն կնով իշխանություն վերցնելով մի կին գիտենք, մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք, լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում, ինչ է տեղի ունենում Արտան Ղուկասյանի կուսակցական գործընկերների հետ, ավականի ցուցակը մեծ է, որովհետև մեկին, եթե հրավիրում են իրավապահ համակարգի ինչ-որ խնդիրներ պարզաբանելու, հաջորդը տեսակ մենք դեպքն ունենք, իմ տեղեկություններով Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր է դրել, հաջորդն է վերցնելու այդտեղ գործընթացը, որը իր հունով գնում է, իրանք իրանց ներսի ներկուսակցական խնդիրներն են լուծում, մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ է նպատակա, ոչ էլ պատկերացում է դա ինչ ձևով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետև իրանց ավականիները հերթով գալիս իրանք քանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը եւս իրենց տեղում են ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, որովհետեւ ուժ չկա, այդ մարդիկ իրանց համար իրանց աշխատանքին են, կա իրավական գործընթաց, որն էլ կանչում, քննում, հասկանում, շարունակում են իրենց աշխատանքը, իրենց թե ավականիները, թե համայնքապետարանի աշխատողները, առաջի տեղակալն էլ է տեղում, իր աշխատանքն, իր լիազորություններն է կատարում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն էլ են տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ քաղաքապետարանը իր բնականon հունով աշխատում է, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում է։ Պարոն Արուշանյան, ընտրություններից առաջ 26-ի, երբ ըստ փորձագետների գործող իշխանությունը ամենքերը փորձում է չեզոքացնել ընդդիմադիր պատգամավորներին, Գյումրի, հետո Մասիսի քաղաքապետ, կարծում եք, որ համայնքապետերին, այսպես ղեկավարներին չեզոքացնելով բնակչության մոտ ՔՊ-ի նկատմամբ վստահությունը ավելանալու է եւ այդ մարդիկ, ովքեր օրինակ Դավիթ Համբարձումյանն են ընտրել կամ Վարդան Ղուկասյանն են ընտրել, 26-ի ընտրություններից ձեզ են ընտրելու եւ արդյոք դա չի արվում, որպեսզի վարչական ռեսուրսի հաշվին փորձեք, այսպես ասած, ձայներ կորզել։ Իրավապահ համակարգը գործում է ոչ նախընտրական սկզբունքներով, մոդեցումներով, իրավապահ համակարգը անում է իր աշխատանքը, իր համար մեկ եթե նախընտրական պրոցեսների վրա ինչքան է դա ազդելու կամ ընտրությունների վրա ինչքան է ազդելու, եթե որևէ մեկ օրենք է խախտել, իրավապահ համակարգը պարտավոր է այդ խախտման հետևից գնալ, պարզաբանել, մեղավորներին պատժել։ Այստեղ մենք դուք երկու քաղաքապետի անուն եք տալիս, լավ թող դառնա 3-4, ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, 1/3 ընդդիմադիր քաղաքապետեր են եւ քաղաքացիական պայմանագիրը որպես այդպիսի տարբեր քաղաքներում, տարբեր համայնքներում իշխանություն չունի։ Նույն Գյումրիում, նույն Շիրակի մարզում էլ մենք ունենք ընդդիմադիր Համասյա համայնքը, էլի քաղաքացիական պայմանագիրը չէ, պնդել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանությունները համայնքապետերի հետապնդում են, որպեսզի հետ քաղաքական պրոցեսներում, ընտրություններում ձայներ կարողանան տանել, չի համապատասխանում իրականությունը, դե լուրերը Պարոն Ռուբինյանը այստեղ խորհրդանի ամբիոնից հնչեցրեց Դավիթ Համբարձումյանի անունը, որ տեսեք առաջինը ինքն է ընդդիմադիր է եւ նորմալ եւ հաջորդ օրը դատարանը որոշում կայացրեց պալանավորել։ Ձեր հարցով մնացածներին է սունիքել են հասնելու, այսպես ասած, եւ փորձել են չեզոքացնել։ Այս ձեր դիտարկմամբ ես պետք է Համասյայի անունը չտայի, որովհետեւ մի հաջորդ տիկին չեմանա լինելու, դրա համար չեմ ցանկանում, բայց չեմ էլ ուզում շարունակեմ անուններ տալ, որ հետո մեկնաբանեք, որ պարոն Ռուբինյանը ազգային ժողովի փոխնախագահն է եւ
ոնց որ ես իմի անուններ տվեցի, նույն ձևով պարոն Ռուբինյանն է անուններ տվել ու մեկնաբան, եթե ազգային ժողովի փոխնախագահան կարող է ամբիոնից անուն տալ ու իրավապահ համակարգը միանգամից գործ արձել, իդեպ գործը մի քանի տարի իշքան 7 տարի առաջվա գործ է, ուրեմն պարոն Ռուբինյանը կամ գուշակ է կամ լավ լիազորություններ ունի, որը վստահ եմ, որ այդքան չունի։ Մեր իշխանության մեջ որևէ մեկը լիազորություն չունի իրավապահ համակարգի, դատական համակարգի վրա ազդեցություն ունենալու եւ ցանկություն էլ չունի, որովհետեւ հեղափոխությունը նաեւ դրա համար է եղել, որ իշխանությունները չկարողանան ազդեցություն ունենան իրավապահ համակարգի եւ դատական համակարգի վրա։